Փաշինյանն Ալիևին ասել է. «Դուք ուզում եք, որ ինձ սպանեն»։ Բայրամով։ Ադրբեջանական արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԹՎ-ին տված հարցազրույցում անդրադարձել է Իլհամ Ալիևի Նիկոլ Փաշինյանի շփումներին։ Բայրամովի խոսքով, նրանց առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերին Դուշանբեում։ Այդ ժամանակ նախագահը հայտարարել էր, որ խնդիրը պետք է լուծվի, որ ադրբեջանական հողերը պետք է ազատագրվեն։ Փաշինյանի դիրքորոշումն այդ ժամանակ բավականին կառուցողական էր։ Նա ասել է. «Ես նոր եմ իշխանության եկել, կձեռնարկեմ անհրաժեշտ քայլերը հակամարտությունը կարգավորելու համար», ասել է Բայրամովը։ Նրա խոսքով, Դուշանբեում Ալիևը հանձնարարել է պաշտպանական գերատեսչությանը ապահովել խաղաղություն կայունություն բոլոր ուղղություններով։ Փաշինյանի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, ուղիղ կապի գիծ ստեղծելու վերաբերյալ, որը նախատեսված էր լարված իրավիճակներում օպերատիվ քայլեր ձեռնարկելու համար։ Բայրամովը նշել է, որ 2019 թվականին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ տեղի է ունեցել Ալիի Փաշինյանի երկրորդ հանդիպումը։ Նրա խոսքով, այդ հանդիպման ընթացքում Փաշինյանը ամբողջությամբ փոխել է իր դիրքորոշումը, հայտարարելով, որ չի պատրաստվում լուծել այդ հարցը։ Նա նույնիսկ հետաքրքիր փաստարկ էր ներկայացրել. «Եթե ես դա անեմ, ինձ կսպանեն»։ Դուք ուզում եք, որ ինձ սպանեն։ Նախագահը պատասխանել էր. «Չեմ ուզում որևէ մեկի մահը, բայց դա չի կարող արդարացնել ադրբեջանական հողերի շարունակվող օկուպացիան», ասել է Բայրամովը։